Նայած քրյազանցից իբորցանած իխավարի շրջոքի հիված զիդը վնջյան և կիշերի դացու կես պարս Մեր հոգիները տևի քեզ կբարձրացնենք ով Աստված, որովհետև դու ես մեր լույսն ու կյանքը, ողողե մեր միտքը քու լույսովդ, որ կարող լան քեզ ներկայացնել աշխարհի մեջ։ Գաբե մեր կյանքը քու կյանքիդ հետ, որ քեզ մեզ զորություն առնենք եւ այնպես ապրենք, որ մարդիկ մեզ տեսնելով քու սուրբ անունդ փառավորեն։ Ամեն։ Սուրբ Աստված, սուրբ Գեզոր, սուրբ Եվանա, որ հայտնեք Եվ ևս խաղաղությանս դեր աղաչ է սուր, վասն դսելի լինելով դյարն աստուծո սայնի աղաչանած մերոց, հարեխոսության սուրբ աստվածացնին և իչանելով ի վերամեր, ողորմության և կտության դյարն աստուծո, ամենագալ դեր աստված մեր կեցո և ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, սիրովդ նայիրով երտնավոր հայր, Քույսը ստեղծած մարդ արարածիդ քու պատկերովդ և նմանությանբդ, որ ստեղծեցիր մարդը և թրիր թրախտի բայեկի մեջ, սակայն մարդուն աննազանդության, գամագողության, իբրև արդյունք և հետևանք դուրս տրվեցավ ու բայեկը ունենալ է և այդ թրախտային կյանքը ապրել են։ Այդ բոլորով անթեր սակայն տակավին տուն չմերժեցիր մարդը, այլ ընդհակառակը պատրաստեցիր փրկության ծրագիրը։ Եվ այդ փրկության ծրագիրը հայտնեցիր ժամանակներու լրումին, երբ աշխարհ ղրկեցիր մեր Տերն ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Անով դարձյալ ցույց տվիր ու սերդ, որուն համար մեր Տերն ու Փրկիչ Հիսուս Քրիստոս արտահայտվեցավ ասելով. Աստված այնքան սիրեց ու այնքան կսիրի աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդին տվավ։ Եվ միածին որդիդ ղրկեցիր, որպեսզի ցույց տաս օրինակով, կյանքով ու մանավանդ զոհակործումով այն սերը, որ ունիս հանդեպ մարդ արարածին։ Այսօր նույն աղոտ խնդրանքն է, որ քեզի կբարձրացնենք, որ մեզ նայիս նույն սիրով, նույն կտությամբ, նույն ողորմությամբ,
հագարակ մեր անօրենության, հագարակ մեր գամագորության, հագարակ մեր անհնազանդության, հագարակ մեր կործած գամա թե ագամա բոլոր տեսակի մեղքերում, լանանոն խորութով, խոսքով, կամ թե կործով, կխնդրենք ու ողորմությունըդ, կխնդրենք, որ սիրովդ և կտությամբ բտնայիս մեզ մեր յուրականչուրին այսօր, այս պահում, քո արջևդ մեր մեղքերն է, որ գտնենք, մեղքեր, որոնք քեզի համար հստակ են, որոնք քեզի համար ամեն ինչ բացորոշ է, բայց մենք է, որ գխոստովանինք, որպեսզի գիտակցենք, որպեսզի անդրադառնանք և խնդրենք քեզ մի այդ կտությունդ, այդ ողորմությունդ, որպեսզի այդ հայրական սիրովդ նաև մեր մեղքերում կավություն և թողություն շնորհես։ Ու մանավանդ մեր սրտերում, մեր մտքերում, մեր ամբողջ էությանը մեջ Սուրբ Հոգիի շնորհներովը լեցնես մեզ, որպեսզի կարենանք այս երկրավոր ժամանակավոր կյանքը ապրիլ այնպես մը, որ մարդիկ երբ տեսնեն մեզ ու Սուրբ անունը փառավորեն։ Եթե երբեք այդպես չենք ապրիր, մեր աղոտ խնդրանքն է, որ մեզի դաս այդ շնորհքը այդպես ապրելու։ Որտեղ դու գանչած ես մեզ, ու դակավին կգանչես, որպեսզի մենք գլանք մեր շրջապատի մեջ աղ և լույս։ Բայց նաև գզգուշացնես սերով, եթե աղը իր համը գործընծն է, ուրիշ բանի բիդանի չլար, եթե ոչ թուրս թափելու և ոտնագողն է։ Եթե հանգարց ինչ-ինչ պատճառներով մենք գործընծուցած ենք այդ աղի համեմունքը, գաղոթենք և կխնդրենք, որ վերադարձնես։ Իսկ եթե երբեք մեր մեջ քու լույսը թաղած ենք, սեղանի տակ ենք պահած, գաղոթենք և կխնդրենք, որ մեզի շնորհ կտաս, որ այդ լույսը բարձր բանի։ Ուստի գաղոթենք և կխնդրենք, որ այս սերտողությունները թող որ ծառայեցնեն, թող որ իր նպատակին հասցնեն մեզ, աղ և լույսը լալու մեր շրջապատին։ Եվ ապրելու մեր կյանքը այնպիսի աստվածահաճո բայերքով, ձևով, որպեսզի մարդիկ երբ որ տեսնեն մեզ, ոչ թե մեզ փառավորեն, այլ ու Սուրբ անունդ։ Անհորամարալ գաղոթենք կխնդրենք, որ իմաստություն տաս, տուն առաջնորդես, տուն լուսավորես մեր մտքերը, մեր հոգիները, մեր ամբողջ էությունը, որպեսզի այսօրվան և քալիք բոլոր ժամանակներում սերտողությունները, աստվածաշնչի ընթերցումները, մեր աղոթքները ըլլան քու կամքիդ համաձայն և տուն առաջնորդես մեզ այս բոլորի մեջ։ Որպեսզի մենք կարենանք մեր հոգևոր սնունդը ապահովելու, քաղելու և հոգևորապես աճելու, մեծնալու, հասունանալու և Քրիստոսի հասակին հասնել։ Այս այթով գաղոթենք և կխնդրենք, որ հիշես բոլոր այն բարակաները, որոնք աղոթ կխնդրեն։ Իրենց անձերուն, իրենց հարազատներուն, իրենց բարականերուն և իմասնավորի գաղոթենք նաև Ռոման և Հարություն անուն ծառաներուց և բոլոր անոնց, որոնք այս կամ այն սևով նեղության դժվարության մեջ են, հիվանդ են, ֆիզիկապես, հոգեպես, դուներու մեջ են կամ հիվանդանոց, ուր որ են, քո հայրական սիրովդ և հոգածությամբ նայիր, քո աչքդ երկար է ամենազոր և բժշկե, քու կամքիդ համաձայն, նախ տալով անոնց, հոգի փրկություն, մեղքերու քավություն և թողություն մեզ բոլորիս և քու կամքիդ համաձայն նաև ֆիզիկական կամ հոգեգան բժշկություն։ Եվ դարձյալ քու ողորմությունդ խնդրելով գաղոթենք և կսենք։
Բարի երեգով ծեր բոլորին, նաև բարի երեգով բոլոր անոնց, որոնք համացանցի վրա գերեդելին այս սերդողություններում, նաև բարի քալուստ, բարի երեգով բոլոր անոնց, որոնք նոր գերեդելին այս սերդողություններում։ Աղոթենք, ինչպես նաև աղոթքի մեջ խնդրեցինք, որ իրավես այս սերդողությունները բարձավես չլան, այն հավատները կալու այստեղ ժամը անցնելու հետոտուն երկար։ Այլ այս սերդողությունները ըլլան իրավես արիտ մեր հոգևոր աճման, ըլլան արիտ մեր հոգևոր պատրաստության, մանավանդ այս օրերում, որ մենք կապրինք իբրև մարդ, մանավանդ այս օրերում, որ ամբողջ աշխարհը փրկած է, երևութապես այդպես չերևի, բայց խորքի մեջ այդպես է։ Այնինչ որ խոսեցավ այս բոլորի մասին Քրիստոս իր աշակերտներում։ Այս բոլորը պիտի ելան, այս բոլորը պիտի պատահին, բայց դուք քաչալերվեցեք, ձեր հոգիները թող չի խռովին, մանավանդ վստահեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Այսինքն կնշանակի ապրելու համար այս վիճակները պետք է որ նային Քրիստոսի այդ հաղթանակին։ Եթե Քրիստոսի հաղթանակը մեր աչքի առաջ չունենք, դժվար թե ըմբռնենք այս բոլորը, դժվար թե տանենք այս բոլորը։ Անոր համար է որ Պողոս առաքյալը գսե ձեր հավատքի ախոյանին նայեցեք Հիսուս Քրիստոսին, ուրիշ տեղ մի նայեք, որտեղ եթե ուրիշ տեղ նայենք կնմանենք Պետրոսին, որ փափակեցավ Քրիստոսի քալ, ճուրելու վրա կալել, բայց երբ որ իր աչքերը դարին նայելու, տեսնելու ալիքները, ալեգոցությունը, հողն ու փոթորիկը, սկսավ ընդգրմիլ։ Մեր ալբարակային, եթե մեր փափակն է, մեր ուզածն է Քրիստոսի երթալ, Քրիստոս ուրիշ բան մի դիչուսե, եթե ոչ եկեք, ուզես գալ եկուք։ Բայց այդ միջոցին է, երբ որ մեր աչքերը, մեր նեղություններում, մեր դժվարություններում, մեր մտահոգություններում կզարնեն, մեր աչքերը կհանդիպին, պիտի ունենանք նույն վիճակը, որ ունեցավ Պետրոս առաքյալը։ Պիտի սկսենք ընդգրմել ճիշտ այնտեղ։ Հազիվ 2-3 քայլ գարնենք Քրիստոսի երթալու, բայց արդեն հոն են ալիքները։ Մենք հաջող կզարմանանք ուր եկան այս ալիքները։ Քրիստոս սկսե պիտի ունենանք նեղություններ, պիտի ունենանք հալածանքներ, պիտի ունենանք կայտակություններ։ Բայց դուք զգուշ եղեք, դուք արթուն եղեք, դուք պատրաստ եղեք։ Եվ անոր համար է որ Պողոս առաքյալը գսե արեք ձեր վրա Աստծո սպառազինությունը։ Ամեն առավոտ երբ որ մենք գարթնանք, ինչ բան գարնենք մեր վրա, որպես դուրեն դուրս ելած ժամանակ, գործի կացած ժամանակ, շուգա եղած ժամանակ, մարդոց հետ կապի մեջ եղած ժամանակ, ինչ սպառազինություն ունենք մեր վրա արած։ Կամ ընդհանրապես մեր մտահոգությունները, մեր նեղությունները, անձնական, առողջական, տրամական, նյութական, չգիտեմ, ամեն տեսակի նեղություններ են, այդ բոլորին թեմ թիմած պատերազմի տաշտ է, որում մեջ ենք մենք։ Եվ այսօր առավոտ մեկը հեռացայնով գսե, լավ ինչ պետք է անեմ, ասի գործիքները ունիս պատերազմի, գործիքներ ունիս, ասավ ինչ են այդ գործիքները պատերազմի, ասի Աստծո խոսքն են, Աստծո Սուրբ Հոգին են, արվ ու վրատ, ասավ այդ բոլորը գիտեմ, ասի այդ բոլորը գիտենք մեր մտքերում մեջը գիտենք, մեր մտքին մեջ գիտենք Մատթեոսը ինչ կսե, Ղուկասը ինչ կսե, Պողոս առաքյալը ինչ կսե, մեր մտքին մեջն է, մեր մտքեն դուրս այդ ըսվածները որքանով կյանքի կվերածվին։ Մեր մտքերում մեջն է Քրիստոսի փորձությունը, 40 օրյա,
իր մգրտութենեն հետո, որ Քրիստոս փորձվեցավ։ Բայց երբ որ նույն մենք փորձության մեջով դանսին, ինչ որ Քրիստոս անցավ, մենք ինչ պատասխան ունի տալի փորձիչին։ Երբ որ նույն փորձության մեջով ես կանցին հացի նեղության, ճուրի նեղության, ամբրուստի նեղության, ընտանեկան դժվարության, փորձություններու մեջով կանցին, ես ինչ պատասխան ունիմ տալի փորձիչին։ Ոսարական այդ է որ գսե, արեք ձեր վրա ասպարազինությունը։ Ըսի ինչ արժեք ունի ես գիտեմ մտքիս մեջ կա Մատթեոս ինչ կսե, Ղուկաս ինչ կսե, բայց այդ բոլոր ես ինչով գարնամ կյանքի վերածել, իբրև փորձիկ վերածել, բادرազմի փորձիկ վերածել, որպեսզի Բողոս արաքյալը գսե թեմ տնեք չարին բոլոր տեսակի հնարքներուն, բոլոր տեսակի հնարքներուն։ Մենք հաճախ այնպես մգնարցենք, որ փորձություն գոչվածը նեղության հետ կապված է, դժվարության հետ կապված է, հիվանդության հետ կապված է, ոչ։ Փորձություններ կան, որոնք ուրախության հետ կապված են։ Փորձություններ կան, որոնք հաջողության հետ կապված են։ Փորձություններ կան, որոնք զվարճության հետ կապված են։ Բայց մենք է որ միակողմանի կտեսնենք փորձություն գոչվածը, որպես այսպես փածասական, ժխտական երևույթներով, այսպես թեփքերով է որ մեզի կներկայանա, եւ իբրև փորձություն կհայտնվի, ոչ։ Առաջին փորձությունը, որ դեպի ունեցավ Թրախտի Բարդեզի մեջ, ինչ էր երևույթը։ Եվան հիվանդացավ, ոչ, դժվարության մեջով անցավ, ոչ, ընդհակառակը իր ունեցած փորձությունը աչքին հաճելի քինքին համեղ երևույթ մներ, այսօրվան ընդհանրապես հրամցուցած աշխարհին մեզի, ինչն է, աչքին հաճելի քինքին համեղն է, եւ դակամին չսելու համար ագանչինալ հաճելի թվացողն է, այսօր մենք ինչ կուզենք լսել, հաճելի բաներ կուզենք լսել, այսօր մենք ինչ կուզենք տեսնել, հաճելի բաներ կուզենք տեսնել, այսօր մենք ինչ կուզենք համտեսել, հաճելի բաներ կուզենք համտեսել, քինքին համեղ բաներ կուզենք համտեսել։ Ահավասիկ փորձությունները, դժվարությունները, մենք հաճախ այնպես մգարզենք, որ հաջողությունը սխալ չհասկանանք, ուրեմն քրիստոնյա հավատացյալը չսպասի հաջողություններուն, չէ, այդ ասել չեմ ուզեր, այդ է որ գսորվեցնե մեզի իմաստություն խնդրե դիրոջ մեն, որպեսի կարենամ հասկանալ ես այդ իմաստությամբ, քիչ առաջ աղոթեցինք, լույսովը լուսավորե մեր մտքերը հոգիները, որպեսի մեր առջև թրված հաջողություն կամ ոչ հաջողություն, ցախորտություն կամ դժվարություն, մենք կարենանք հասկանալ այդ բոլորին մեջ են, քու գամքդ ինչ կուզես մեզի սորվեցնե, ինչպես կուզես, որ ես հոգևորապես աճիմ, ինչպես կուզես, որ ես այս բادرազմը քո առաջնորդությամբ հաղթական հասնի մինչև իր ավարտին, որուն համար է, որ գանչեցիր յուրաքանչյուրը եւ յուրաքանչյուրին դվիր այդ սպառազինությունը, յուրաքանչյուրին դվիր այդ սուրբ հոգիով լեցվելու այդ շնորհքդ, բայց հարցը վերաբերի, որքանով կհավատանք այդ ըսվածին, որքանով կվստահենք Աստծո խոսքին, որ Աստծո խոսքը բար սովորական մարդու խոսքը չէ, այլ եկսայրի սուր է այդ խոսքը, սարսափեցնող է այդ խոսքը, թևերը հալածող է այդ խոսքը, եւ ինչ է որ կգարտանք մենք ավետարանիչներու ջամբով մեզի ներկայացված, եւ որ հանգարց արիթոմը թևերը գանտվին Քրիստոսի, եւ գահարցին ինչու եկար մեզ ժամանակեն առաջ գործընծնելու, որտեղ թևերը գիտեն, թե ինչ վերաբաղված է իրենց համար, եւ նույնիսկ ժամանակն ալ գիտեն, եւ անորոմար հարց կտան, ինչու եկար ժամանակեն առաջ, այսինքն դակամին մենք ժամանակ ունենք, թող որ փորձենք, ընենք ինչ որ պետք է ընենք, բայց եկավ Քրիստոս այդ նմուշով, նախաճաշակով, այդ օրինակով ցույց տալու, որ իրենց ավարտ ունին, իրենց վախճան ունին, որքան կդարձվի, թե ավելի սկսած են զորանալու, ավելի սկսած են ծամրանալու, դարձեք չարիքը չարությունը կամ ինչ որ է, ընդհակառակ այդ բոլորը դուքան մեզի ցույց տալու, որ իրենց ավարտը գա, եւ անորոմար է որ Քրիստոս վստահեցուց, ձեր սրտերը թող չի խռովին, ինչու խռոված եք այսօր, այո խռոված ենք, որտեղ պիտի խռովի մեր հոգիները, իդես այն բոլոր երևույթներում, որում մեջով դանսիկ մենք այսօր, որտեղ վերջի նայել իբրև մարդ զգացական բաժին մնալ ունենք, այնպես չէ որ անդարբեր ենք, այնպես չէ որ գիտենք ինչ որ պիտի չէ, այդ բոլորի մասին նաև գներվինք,
Եվ այն ներվիլն է, այդ ներվելու բաժինն է, որում նաև Քրիստոս կգա եւ ինչ կսե, Երանի որոնց այդպիսիներուն, որոնք կգոչվին կամ ծանոթ են որպես սգավորներ, կսկան, սուկ կնեն, գուլան, ոչ թե բարձրապես հարազատիմը հոշ չլալուն, այլ իդես այս կացության, որում մեջով գանցնի այսօր մարդկությունը, գսկանք, գներվինք, բայց Քրիստոս Երանի կուտա, Երանի սգավորներուն, բայց որ սգավորներուն, ճշմարիտ այս սգավորներուն, որոնք գուլան այսօր հոգիներու գորուստին, այսօր հոգիներ կգորսվի, այսօր հոգիներ խավարի մեջ են, այսօր հարազատներ ունենք, բարականեր ունենք, բարեկամներ ունենք, որոնք դժվարության, նեղության մեջ են, իրենց հոգիները գործվելու վիճակի մեջն են, եւ գուլանք այսօր կսկանք, եւ Քրիստոս կսե Երանից ես, եթե իրոք կսկաք, բայց պիտի մխիթարվի, պիտի կա ժամանակը, որ մխիթարվի, եւ Պողոս առաքյալը կսե այդ հույսով նաեւ կսպասենք, որ կա այդ ժամանակը, իսկ երբ է այդ ժամանակը, Դավիթը կսե համբերությամբ սպասեցի այդ ժամանակին, եւ դերը եկավ ինձ օգնության, որովհետեւ Աստուծո համար 1000 տարին մեկ ակնթարթի պես, մեկ ակնթարթը 1000 տարվան պես այս վիճակներն է, որ նաև այսօր պիտի փորձենք անդրադառնալ 90-րդ Սաղմոսով։ Այսօր ասած ենք 90-րդ Սաղմոսին։ Գրեթե 1/3-ը ամբողջացուցած է, կամ ներոթի 2/3-ը ամբողջացուցած է։ Եվ այսօրվա Սաղմոսը 90-րդ Սաղմոսը խորքի մեջ հիշեցում է յուրաքանչյուր մարդ արարածի, հոգ չէ թե ինչ տասակարգի, ինչ խավի պատկանող է այդ մարդ արարածը, բայց իրեն համար հիշեցումն է, ինքնա ճանաչում է, ես ասված ճանաչումը։ Եվ ադոր համար Սաղմոսները ասկի առաջ անդրադարձան, որքան անձին իր մասին խոսող է, բայց նաև Սաղմոսները մեզի կներկայացնեն ինքնա ճանաչումի վիճակ, մարդը ինքզին կճանչնա։ Ով է մարդը եւ հարաբերաբար ինքնաճանաչումին հետ զասված ճանաչումը, ով է Աստված։ Միայն բավարար պիտի չլա անունը ճանչնալը, միայն բավարար պիտի չլա անոր հետ խոսակցություն ունենալը, այն նաեւ զինքը ճանչնալու, զինք ճանչնալու, ինքզինքս ճանչնալու, եւ փոխադարձ ինքզինքս ճանչնալու, նաեւ զինքը ճանչնալու։ Եվ 90-րդ Սաղմոս այդ երևույթն է, որ կբարձի այսօր մեզ մեկ յուրաքանչյուր։ Ինչու, որտեղ մենք իբրև մարդ արարած միգուցե Ատիկա նաև մեր թրվածքն է, իբրև մարդ արարած մեր թրվածքն է, մեր խառնվածքն է, մեր փնության գարձեք հատուկ է, երբ որ գծնի մարդը շատ չի մտածեր այդպիսի երևույթներու մասին։ Ընդհանրապես երբ որ գծնի մարդը, նույնիսկ ծնողները իրենք, ծնողները, որ արդեն հասած են որոշ տարիքիմը, իրենք նաև այդպիսի վիճակի մեջ են, որ այդ ծնած անձը պիտի մնայուն է։ Ընդհանրապես աշխարհը ինքը ուկա թրվածքը ամբողջ թրվածքը բնության թրվածքը ուկա մեզ եսելու որ ոչ մնայուն չէ ոչ մեկ բան մնայուն չէ ամեն ինչ քնայուն է բայց չունի դակավի մարդ այդ հասկացողությունը քնայունի անոր համար է որ մենք հաճախ գտժվարանանք հանգարց երբ որ կքնանք երթանք եւ որ մեր ցերքեն գուտան վերջ չգա այլևս որովհետեւ մենք այնպես կդարձենք որ պետք է մնանք եւ այդպես ասենք եթե եկած ենք ինչու պետք է երթանք Եկած ենք մնամ, բայց ընդհակառակը եկած ենք երթալու համար եկած ենք։ Եվ անոր համար արիթովը փորձած ենք այդ պատկերները տեսնենք 3 տեսակ հանգրվաններու մեջ մարդ արարածի վիճակը, մորը արքանտին մեջ եղած վիճակը, մորը արքանտեն դուրս եղած վիճակը եւ հավիտենականության մեջ ըլլալու։ Եթե գուսեինք մնայուն ըլլալ, պետք է նախ ամեն բանի առաջ մնայուն ըլլային մեր մորը արքանտի մեջ։ Եթե գուսեինք մնայունը, հոնգե պետք է սկսի։ Մեր կյանքը եթե կսկսի մորը արքանտի մեջ, երբ գուսենք մնայուն վիճակ ունենալ, հո պետք է մնանք։ Ինչու 9 ամիս են դուրս գան։ Ինչու պետք է որ դուրս գան։ Հո մնան։ Բայց գիտեք որ գիտական բժշկականորեն խորքի մեջ մարդ արարած կոչվածը գուսե հո մնալ։ Երբևիցե մտածած եք այդ մասին։ Չենք մտածել որ դեպի հարցած են ատակը։ Եվ այդ բանոնը ոչ ամեն միտքը հասկացած է այդ երևույթը։ Որովհետև բժշկական գիտականորեն կբացատրվի այնպեսը, որ այս երկու անձերու միջև, եթե փորձած եմ այդ բառը պատերազմ,
կամ զիրար հագասող երևույթներ։ Խորքի մեջ ինչու է որ ծննդաբերող գինը մայրը ուժ կփանեցնե, որովհետեւ երեխան դուրս գա։ Որովհետեւ երեխան չուզեր որ դուրս գա։ Որովհետեւ երեխան գուզե հոմ մնա։ Որովհետեւ այս դրամապանությամբ է որ նաև երեխան դուրս ելել է հետո բիդի չուզե ոսկե մեկնի։ Որովհետեւ ուր որ գուզե հոմ է, գուզե հոմ մնա։ Սակայն առանց անդրադառնալու որ ուր որ են այնտեղ ժամանակավորն է մեզի համար։ Այնտեղ միայն գազմավորման համար է մեզի համար։ Հոն է որ կգազմավորվի։ Որ կնշանակի առաջին հանգրվանը մորս արքանքի մեջ է որ կգազմավորվի։ Երկրորդ հանգրվանը այս երկրավոր կյանքի մեջ է որ կգազմավորվի եւ հաջող մենք ուրիշ բարեր օգտագործենք։ Գմեծնանք, գաջինք, կհասունանանք, խորքի մեջ նաեւ կգազմավորվենք։ Մորս արքանքի մեջ ֆիզիկապես կգազմավորվի։ Մորս արքանքեն դուրս հոգեվոր եւ մտավոր կգազմավորվի։ Եվ ստայնմ կպատրաստվի։ Ֆիզիկապես կգազմավորվի այս կյանքը ապրելու, որ մենք հոգեպես եւ մտավես կգազմավորվի մյուս հավիտենական կյանքը ապրելու։ Եվ այս հանգրվաններն են որ պետք է քան եւ մեզ հիշեցնեն ամեն օր, որ մեր կյանքը այստեղ մնայուն չէ։ Անորոմար քեղեցիկ երբ գավոր մանկությամբ երկեինք, ավետարանական դպրոցի որ գահաճախեինք, հոն է մեր տուն, հոն է մեր տուն։ Ոչ չէ մեր տուն։ Երբ որ ասենք քիշները ուր բիդերտան մեր տուն, բայց ուր է ծեր տուն։ Ուր որալ բիդերտան հոնալ չէ մեր տուն։ Իսկ հոն է մեր տուն։ Այս հայացքով է, որ նաև հավատացյալները իրենք եկեղեցին ամբողջությամբ, երկրավոր այս կյանքի ընթացքին ամեն գիրագի, երբ որ պաշտամունքի կհավաքվի, իր ամբողջ հայացքը կդարձնե այդ ուղղությամբ։ Բادرակի արարողությունը որ կսկսի երկնավոր թագավորությամբ, որը որդին Սուրբ Հոգին կնշանակի հավատացյալին ամբողջ գետրոնացումը, հոն է, հոն այդ ուղղությամբ է։ Եվ եթե հոն է, ուրեմն այստեղ մնայունի կարգավիճակը չկա, այստեղ քնայունի կարգավիճակն է, ժամանակավորի կարգավիճակն է։ Եվ այս մտքի պատրաստությունը ինչու է, որտեղ այսօրվան Սամուս ատոր մասին է, Աստուծո հավիտենականության մասին է եւ մարդուս ժամանակավոր հանգամանք ունենալու մասին է, որ Աստված ինքը հավիտենականն է, իսկ ես որպես մարդ արարած ժամանակավորն եմ։ Իսկ եթե հարց տան բահմը, իբրև մարդ, եւ հարցնենք, ինչու է որ Աստված մեզ ժամանակավոր ստեղծեց։ Ինչու Աստված մեզ մնայուն չստեղծեց, այնպես ինչպես ինքը մնայուն է։ Չենթագարակ Աստված մեզ մնայուն ստեղծեց։ Եվ եթե հարցնենք, որ բաժինն է որ մեզ մնայուն ստեղծեց, մեր հոգևոր բաժինն է, որ Աստված մեզ մնայուն ստեղծեց։ Այսինքն, երբ որ գսեմ հոգևոր բաժինը, հոգի գոչված է։ Եվ ծննդոց գիրքի մեջ երբ որ մեզի կներկայացնեն մարդուս ստեղծագործությունը գսել, եւ Աստված ստեղծեց մարդը իր պատկերով եւ նմանությամբ, եւ անոր ռնկունքներ են, փչեց շունչը, եւ մարդ եղավ գենթանի հոգի, փչեց շունչը, եւ մարդը դարձավ գենթանի հոգի, որ գնշա այն հոգին, որ դրվեցավ մարդուն, հավիտենական է այլ խոսքով, անմահ է այլ խոսքով։ Եվ եթե հիմա բահմը գարացեն, եթե մարդուն դրված հոգին անմահ է, ինչու է որ մարդը կմեռնի։ Եթե անմահ է, պետք է որ անմահ մնա։ Այո, մարդուն հոգին է որ անմահ է։ Ֆիզիկականը սակայն մահկանացու է։ Եվ ադորամար է որ ծննդոց գիրքը կսորվեցնե այնքան ադեմ որ մարդ արարածը գջաշագեր դրախտի բարտեսի գետրոնը եվով կյանքի ծառ է մարդուն դրված է ինչը հավիտենապես ապրելու վիճակը։ Երբ որ մարդուն առջև փակվեցավ այդ ճամփան գենաց ծառի, մարդը գործընծուց հավիտենապես ապրելու այդ դրամատուրգությունը, այդ արիթը։ Անորոմարան նաև մարդը ճաշակեց նախքան ֆիզիկական մահը, մարդը ճաշակեց հոգևոր մահը։ Եվ այդ հոգևոր մահը բարձր դարձավ, առավել եւս, արդեն մարդը մահկանացու էր։ Բայց այնքան ադեմ որ Աստծո հետ շփման մեջ էր, այնքան ադեմ որ այդ գենաց ծառեն գճաշակեր, հավիտենապես ապրելու վիճակն էր։ Եվ այս հանգրվանը երբ որ դիսատ մնաց, Աստված չմերժեց, շարունակեց իր ընթացքը, շարունակեց իր ծրագիրը, անգամ եւս մարդուն տալու արիթը հավիտենապես ապրելու։ Եվ այս անգամ աշխարհ գրգելով իր միածին որդին, ով որ ինձի հավատա, թեև մեռնի ֆիզիկապես, պիտի ապրի, որտեղ այդ հոգին է, որ վերագենթանացավ, այդ հոգին է, որ դարձյալ կյանք տրվեցավ անոր Հիսուս Քրիստոսով։
Եվ հետո այսօրվան Սամոս 90-րդ Սամոսը հիշեցում է մարդ արարածին, յուրաքանչյուր մարդ արարածին, ըստ նրա թե ով մարդ քու կյանքի ամբողջ դեպողությունը անիգալա 70, անիգալա 80 արավելակուն չափով ուրիշ բան չէ, թե ոչ ժամանակավոր է։ Եվ ըստ այնմ հետևաբար այդ ժամանակավոր կյանքը քիչ մի հետո պիտի խնդրե եւ պիտի ասե իմաստություն դուր ինձի, որովհետեւ իմ սիրտս քու իմաստությամբ լեցվի եւ ես կարենամ այդ ժամանակավոր կյանքը ապրիլ այնպես որ ես կարողանամ այդ հավիներական կյանքը ժառանգել։ Որտեւ ցավոք սրտի մարդ արարած այնպես կգործե, որ գսեն for granted կառնե, որ իր այս կյանք կոչվածը պետք է որ մնայուն ունենա, չէ, բայց մնայուն չէ։ Ուզենք կամ չուզենք, պիտի մեկնենք այս աշխարհը։ Ուզենք կամ չուզենք, պիտի մեկնենք այս երկրավորեն, երթալու եւ ժառանգելու այն տեղը, եւ անոնհամար եկավ Քրիստոս իր աշխարհ կալուստով ցույց տալու, թե ինչու եկավ եւ երթալով ինչ պիտի ես կերթամ եւ աշակերտները հարցնեն ինչու պետք է երթաս մնամ ասե ես պետք է որ երթամ որովհետեւ ցեզի համար դեր պատրաստեմ ուրեմն գնշագեք քնած որովհետեւ ինձի քեզի մեզ մեկ յուրաքանչյուրին համար դեր պատրաստե այսօր ինչու է որ գներվինք երբ որ կերթանք այնքան ադեմ որ հստակ է մեր մտքի մեջ եւ հստակ պետք է լա մեր մտքի մեջ որ մեզի համար դեր պատրաստված է բայց նույն այդ դերին մասին արագով խոսեցավ Քրիստոս եւ ասա հարսանիք մը պատրաստված է գնա հրավիրյանները կանչել եւ հրավիրյանները մեկ առ մեկ հրաժարեցան դեր գաց էսի ձեր դերերը պատրաստ է եկեք ծարաները քացին այդ է որ ասին հրավիրյանները եկեք ամեն ինչ պատրաստ է մասնագից է որ գնշարի ամեն անգամ երբ որ ես պիտի մեկնիմ կամ մեկը որ պիտի մեկնիմ ինչու է որ գներ այո գներվին բանը որ ֆիզիկապես այլևս հոս չէ հոս պիտի չլա բայց նաև ուրախությունը պետք է ունենանք որ գմեկնի իր դերը երթալու համար այդ է որ գսորվեցնե այդ է որ նաև ադով պետք է պատրաստե յուրաքանչյուր անձի որ եթե երբեք ես ժամանակավոր է իմ դրված այս կյանքը, բայց պետք չէ ներվիմ, որտեղ երթամ այս անգամ այն հանքրվանին, երթալու եւ հավի դենապես ապրելու։ Եվ ադոր համար է որ գսե Քրիստոս հավատացեք իմ խոսքից։ Ես կերտամ, դարձյալ գուքամ եւ պիտի կամ, որպեսզի ցես առնեմ, ինձի հետ տանիմ եւ լակհոն ուր որ ես եմ։ Եվ այսօրվան Սամոսը այդ է որ գիշեցնե, եւ այսօրվան Սամոսը գտնա յուրաքանչյուրինը անձնական, մտածելու այն մասին, ինչպես կսեի, չնայած ինչ խավի, կամ ինչ թիրքի, կամ ինչ բաշտոնի կոչված կարևոր չէ, մեկ բան որոշ է, որ հողերեն մարդու վիճակը ինչ է, ինքնաճանաչումի եւ զասված ճանաչումի արիթ, որ առավել եւս ղեկավար թաս մարդուն, որում կհանձնվի այդ ղեկավարությունը, առաջնորդությունը ինչ որ է, անդրադառնալու, որ իր ժամանակները համրված են, օրերը հաշվված են, ըստ այնմ ապրելու, ըստ այնմ գործելու, ըստ այնմ խորհելու, խոսելու, ինչ որ ալ պիտի անենք, ժամանակավոր են, մատներու վրա գաշվի, եւ այնպիսի բարեր օգտագործել, քիչ մենու պիտի տեսնենք Սամոս 2-ն, որ արիտ կուտա մտածելու, թե մեր գործը որու հետ է, մենք որու հետ ունենք հաշիվ տալիք արնելիք, մեկը որուն զայրույթը, որուն փարգությունը, եւ այդքա ցույց պիտա թե ինչու զայրացավ հանգարցասված, ցույց պիտի տա որ ինչու փարգացավ հանգարցասված, որտեղ մեր հանցանքները լույսի բերիր, այսինքն նշանակե անոր փարգությունը իզուր չէ, ասված իզուր դեր չէ որ դու փարգանա, ասված իզուր դեր չէ որ դու զայրանա, այդ բանի մը պատճառով
Եվ այդ բանի պատճառով ուրիշ բան չէ, եթե ոչ մեր հանցանքներն են, մեր անօրենություններն են, մեր անհնազանդությունն է։ Բայց եկեք անդրադառնանք Սամոսին, տեսնենք, որ Սամոս 2-ն ինչ է, որ ներկայացնեմ էսի։ Դեր Աբաստան եղար մեզի սերունդ է սերունդ։ Արդեն առաջին դողերը գուքան ցույց տալու Աստուծո հավիտենական լրլալու հանգամանքը։ Սերունդներ գանցնին, սերունդներ գուքան, եւ ամեն մեկ սերունդի հետ միասին Աստված իր Աբաստանն է, Աստված իր ապահովությունն է, Աստված իր պաշտպանությունն է, որ ցույց կտա։ Այսինքն սերունդները կփոխվին, բայց Աստված դակավին նույնն է։ Սերունդներ գանցնին գերթան, սերունդներ կփոխվին, բայց Աստված դակավին նույնն է։ Ոչ թե միայն Աստված ինքնույնն է սերունդները գանցնին գերթան, այլ ընդհակառակը Աստծո դված խոստումը ապահովության, ապահովը լալու, Աբաստանը լալու այդ սերունդին, որ կմնա նույնը։ Այդ է որ տեսեք Աստված ճանաչողության մասին որ գսեի քիչ առաջ։ Աստված ճանաչտան կնշանակե ոչ թե միայն Աստված հավիտենական է, նաև Աստված անփոփոխ է, չի փոխվի։ Ի տարբերություն մարդ արարածին, հավիտենական Աստծո թիմած ժամանակավոր մարդը, անփոփոխ Աստծո թիմած փոփոխվող մարդ արարածը։ Եվ հիմա հարց ունեմ, որու է որ ավելի գուզեմ վստահի, մեգումը որ փոփոխական է, կամ մեգումը որ անփոփոխ է։ Վստահաբար դրամապանությունը ուկա գսե, պետք է որ վստահի մեգումը որ անփոփոխ է, չի փոխել իր միտքը։ Անկամ որ խոստացավ կնշանակե իր խոստումը կկատարի, իր խոստումը կպահի։ Եվ ոսե որ մեզի գուտա արիքը մտածելու, ինչու է որ այսօր ես կվստահիմ քեզի իբրեմ մարդ արարած։ Սղա չհասկնա ոչ թե այլևս չվստահիմ, ոչ թե այլևս կասկածներով լեցիմ, ընդհակառակը կնշանակե իմաստությունը ունենամ, որ չհերին քու վրա այնպես մը, որ դու ժամանակավորն ես, այսօր գաս, վաղը չգաս։ Նույնիսկ եթե եք լավակույնն ես, նույնիսկ եթե եք ամենալավ բարեկամն ես տուն, նույնիսկ եթե եք ամենահարազատն ես, դակավին չհաշված այն հարազատները կամ բարեկամները կամ հասկականները, որոնք գտնվեին լավը, բայց հանգարց եկուտես, որ լավն ալ չելան, եւ մենք հաճախ գզարմանանք եւ գսենք, այս մարդը փոխվել է, ով սա որ պետք չէ փոխվել, դու շատ փոխվել ես, այո որտեղ ես փոխական եմ, ֆիզիկապես կփոխվիմ, դարիքս կփոխվի, արտաքին դեսքս կփոխվի, մազերս սևեին կջերմտնան, դեսողությունս կտգարանա կփոխվի, ինչու հանկարծ կզարմանանք, երբ որ մարդուց նգարակիրը կփոխվի, ինչու կզարմանանք, այս մարդը շատ փոխվել է, քեզ փոխված տեսա, ընդհակառակը սխալ է, որ փոխված չտեսնեինք, որտեղ մարդը փոփոխական է, մարդը մնայունը չէ, ենթակա է փոխվելու, մեկ վիճակին մյուս վիճակին անցնելու, եւ հավասիկ այստեղ դուք ցույց տալու նախ Աստուծո ինչպիսին լալը դեր թուն Աբաստան եղար սերունդ է սերունդ, որովհետեւ թուն հավիտենականն ես, տված խոստումը անփոփոխ է, այնպես ինչպես փոխում խոստացած ես, նախքան լեռներու ծնունդ առնելը, նախքան երկրին դիեզերքին քոյության կալը, թունգաս գմնաս ով Աստված։ Եվ մեկ այլ ուրիշ հաստատում Աստծո մասին, որ այս ամբողջ ստեղծագործություններն առաջ իսկ Աստծո քորությունը գաս եւ ոչ թե միայն գաս, այլ նաեւ գմնաս։ Եվ անոր արտահայտությունը որ գմնաս առաջի դողն է, որ Աբաստան եղար մեզ սերունդ է սերունդ։ Իսկ հալով մարդուն, մարդը հողին կվերադարձնես, ըսելով հողին դարձեք Ադամ որդիներ, որ կնշանակե նաև Աստծո պատվերն է, Աստծո հրահանգն է, որ մարդը ետ հողին վերադառնա։ Այս բոլորը ինչու են, որովհետև քո աչքիդ 1000 տարին երեկվա պես ակնթարթ մնե, Քիշերվան մեկ բանուն պես, որ արդեն իսկ անցած է, որ կնշանակե Աստուծո համար ժամանակ հասկացողություն չկա։ Ժամանակեն դուրս է որովհետև ինք։ Մեզի համար է, մարդոցս համար է ժամանակ, դարաձություն, միջոց հասկացողությունը։ Իսկ Աստուծո բարակային այդպիսին չէ։ Անոր համար է, որ
քեզի համար, Աստծո համար 1 տարի, 1000 տարվան, 1000 տարի, 1 տարվան եւ դակավին ագնթարթը աճ փագել փոցելու պես։ Քիշերվան անցած վիճակին պես է քեզի համար։ Միջ այդ մեզի համար երազի պես հանգարձակի վերջ կտնես մարդուս կյանքը։ Խոդի պես է որ օրին կպուսնի, արավոդուն կծագի գթալարի, իրիկան կխամրի ու կչորնա։ Որը սեր դուզե մարդուն կյանքը այնքան ագնթարթի պես է, մեզի կթվի, որ երկար է։ Մեզի կթվի, երբ որ գսեք այս մարդը 90 տարեկան, այս մարդը 110 տարեկան, այս մարդը այսքան տարիներ ապրած, բայց եկուտես, որ եթե հետադարձ ակնարկ մնենք, եւ այդպես հաջող դարձնակրվի դաբանակարելու վրա, երկու օրվան այս ճամփեն անցավ այս անցորդը, որ գնշա նախ անցորդ ենք, մնացորդ չենք, այնտեղ մնացողները չենք, իգուքանք եւ կանցնենք, եւ այս անցումի ճամփան երկու օրվան ճամփա է, առաջին օրը ծնունդյան օրը է, երկրորդ օրը մահվան օրը, նույնիսկ ամբողջ օրերը որ տուն ապրեցար 80-90 100 տարիներ ագնթարթ մնեն, որ կնմանցնե Սամոսերկուն ծաղիկիմը եւ անալ վայրի ծաղիկը, որ կկուսնի, կթալարի, կկանաչնա, բայց քիշեր որ կանսի, կչորնալ դերն իսկ դակավին ուրիշ Սամոսի մեջ կսե, դերն աչեսկի դերու է, դերն աչեսկի։ Այսօր այնքան մարդիկ թաղված են դերեն աչեսկի։ Մարդիկ կան որոնք դաբանակարեր չունի, ուր են, չեն գալ գիտել, հողին հետ խարդված են։ Բայց ինչն է որ մեզի կուտա հույսը, որանոք որքան ալ, իրենց դեղերը հայտնի չեն ուր են, բայց դագավին գար, ինչը, հարության հույսը, որ ժամանակներու լրումին աստված իրեն ետ կյանքի պիտի գոչե։ Ճիշտ է, մարդկային իմաստով անոց դեղերը չեն տուներ, ծաբանակարեր չկան, նահատակներ կան, մերած մարդիկ կան, արևանգված մարդիկ կան, գործված, թվի մեզի համար գործված են, չկան, բայց Աստծո համար այդպես չէ, Աստծո համար յուրաքանչյուրի դեղը հստակ է, ուր է, ինչ է, եւ անոր համար դու դա մեզի այդ հույսը, վստահությունը, եւ որում դեսիլ կտեսա նաեւ Եզեկիել մարգարեն, անաբադի մեջ կսե դադրնված ոսկորներ, կսե մարգարեացիր, եւ դες հիմա ինչ է որ դեղի մի ունենա։ Եվ ադիկա դու դա հույսը հարության, որ այս կյանք կոչվածը, դեսեք այդ օր մասին է նաեւ խոսքը, որ այս կյանք կոչվածը որքան ալ գարջ է, մարդուս համար այնպես չէ, որ գրանտը միարն էր այնպես որ տուն հավիտերավ ես պետք է ապրիս այստեղ, չէ, ընդհանրակը Աստված այնպես մգրնա անել, եւ հարց ունա, ինչու բայց այդպես պետք է անել, ինչու պետք է որ վերջ տա այս կյանքին, ընդհանրակը Քրիստոս երբ որ եկավ սիրեներ լացավ, իր սիրելի Ղազարոսի քերեզմանի դիմաց լացավ, երբ որ տեսավ մարդուս ավարտի ինչպիսին դեղի ունեցավ, որտեղ Աստված ինք, Հիսուս Քրիստոս ինք, որպես ստեղծիչը մարդ արարածին չէր ստեղծած մարդը, որպեսի քերեզմանտի, այլ մարդը ստեղծված էր Աստծո պատկերով եւ նմանությամբ, որպեսի մարդը ապրի Աստծո հետ։ Որտեղ Աստծո ստեղծագործությունը մարդ արարածին իր պատկերով եւ նմանությամբ ուրիշ բան չէր, եթե ոչ սիրո արտահայտությունը, այնպես ինչպես ամբողջ ստեղծագործության թրթապատճառը սիրո արտահայտությունն էր Աստծո։ Որտեղ Աստված ինչ կարիք ունի այս բոլորը շինելու, կարիք չունի Աստված։ Լսեմ ձեզ։ Աստված ինչ կարիք ունի ստեղծագործության։ Ինչ կարիք ունի երկիր մոլորակը ստեղծելու, այս կամ այդ ստեղծելու, այլ ընդհանրակը որտեղ իր սիրո փխումն է, այդ սերն է որ զինք կփխեցե, զինք գտնե այնպիսի վիճակին որ ստեղծագործե եւ իբրև թակը բսակ այդ բոլորին մարդ արարած է իր պատկերով եւ նմանությամբ։ Իր սիրո մեկ արտահայտությունն է, որուն մանրօրինակը մարդ արարածի սիրո գաբի բդուղն է, որ այդ գործեցնությունն է, որ ինչպես այսօր կմբրնենք տարբեր ծևերով, ցավոք սրտի, բայց ըսելիքս այն պիտի ելա, որ Քրիստոս ինք տեսնելով մարդուն վախճանը, որուն համար է, որպես է քերեզմանի դիմաց իր սիրելի բարեկամ Ղազարոսին, Քրիստոս լացավ, ինչու է որ լացավ, տեսնելով մարդուն այդ վիճակ, որ մարդը թադաբարդված է այդ քերեզմանի, բայց ադուր համար եկած է ինք մարդը այդ քերեզմանեն դուրս բերելու եւ անգամը եւս մարդուն տալու արիթը ապրելու հավիտենապես
Եվ այս բոլոր երևաբար ինքնաջանաչումը մեղքի անդրադարձ գիտակցությունն է, որում իրես է այդպես կսպարես տուն մեզ քու փառությամբ զայրույթով կսարսափեցնես զարգուրեցնես մեզ Երևան գանես մեր հանցանքները մեր քաղաքնիկները լույսի գտես եւ ոսե ամբողջ փանալին թե այս բոլորը ինչու տեղի ունենա մեր հանցանքներում մեր անօրենություններում պատճառով որ մեր հանցանքները խորքի մեջ ինչ կնեն քու զայրույթը դե որ կշարժի քու փառությունը դե որ կշարժի Եվ իբրև այդպիսին փառությունը նաև ինչ ունե կսպարեմ ես քու զայրույթը գզարժուրեցնեմ ես գսարսափեցնեմ ես Եվ սրբության հետևանքով այդ պատճառով մեր օրերը կփախչին այսինքն կդարձնան հողանակ երկար ապրելու մեր օրերը կդարձնան մեր կյանքը շուտով վերջ կգտնե հառաչանքի նման 70 տարի է մեր կյանքի տևողությունը առավելագույն չափով 1080 ադանեղությամբ չարչարանքով լեցում կյանքը շուտով վերջ կգտնե հաջորդ պահուն իսկ արդեն չգան ժողովրդային բացատրությամբ այսօր կան չէ այստեղ Սամուսեգուն կսե բաղնա չի հասնի հաջորդ պահուն չգան Վաղն դագամին լավ է ծեր գոմե դրված, առավել extension մնե, այս ամուսերում կսա հաջոր բաղնալ չնա։ Ով գջանշտա պարդությանը ծորությունը, թե իրավես ինչ ահարդու է զայրուտը, բայց սորվեցուր մեզի, թե մեր օրերը համրված է, սորվեցուր մեզի, որբեսի սրդով իմաստուն տարն, որբեսի այս համրված օրերը ապրինք այդ խորուրդով, այս համրված օրերը ապրինք իմաստության, վերաթարցիր մեզի դեր, մինչև երբ պիտի լքես, կտա մեզի ծարաներուց, ամեն արգու մեզ ու սիրովըտ բողող է, նայած սիրով հայրըտ կտած, երկին բարև, որբեսի մեր յանքի բոլոր օրերում, որ համրված են, հաշվված են, ծնծությամբ երկենք և ուրախանանք, ուրախացու մեզ հիմա, այն օրերուն և բոլոր դարիներուն փոխարեն, որոնց ընթացքի մեզ դրդմեցուցիր, չարչարանքի մատնելով։ Ցույց տուր մեզի ծարաներուդ քու կործերըդ և մեր հաջորդ սերունդներուն քու պարկըդ, շնորհքդ մեզ մե ամբագասրետեր, մեր ասվածը, մեր կործերը թուն առաջնորդ է և մեր կործերը աչող է։ Եվ այս վերջին բաժինը, եթե առաջին բաժինը զասված ճանչնալ, որուն հաջորդեց ինքնաջանաչում, մարդ ինքզին ճանչնալու, և ինքնաջանաչումին հետ նաև աստուծմեն խնդրելու, որ այս համրված, հաշվված օրերս, որբեսի ես կարենամ ըստայնմ ապրիլ, ինձի իմաստություն, որբեսի ես կարենամ ըստայնմ ապրիլ, ինձի լույս լուսավոր է միտքս, հոգիս սիրտս, սիրտս կսե այնպիսի խորհուրդներով լեցուր, որ սիրտը նաև իր խորհուրդներն է մարդուս մտածումներն Այնպիսի մտածումներով ընտան իմ միտքիս մտածումները, խորհուրդները, ծրագիրները, որ ես կարենամ այս համրված, հաշվված օրերը ապրիլ այնպես որ այսօր կամ հաջորդ բամին չգամ արդեն, որ հանգարց ներկայանամ քո առջևը ինչ հաշիվ ունի գալիք ես։ Որովհետև քու փառությունդ եւ զայրույթդ ոչ ոք կրնա չափել, որ գնա անչափելի է, այնպիսի փառություն մնե, բայց այս բոլորով հանդերձ քու փառությունդ զայրույթդ իմ մեղքերուս եւ անօրենություններուս թիմած ամիջապես գխնդրեմ քու ողորմությունդ այդ է որ նաեւ ներսե շնորհալի հայրապետը գսե արդարությամբ մին թադեր մեզ քթությամբ քավե մեր մեղքերը որտեղ նաեւ քեզ գճանչնանք իբրև այդպիսին քթած ողորմած այդ քթությունը եւ ողորմությունը դե որ թույն ցույց տվիր աշխարհ լրգելով քու միածին որդի Տեր Բրգիչ Հիսուս Քրիստոսը Ահավասիկ այս է որ անգամ եւս ինձ կտա հույսը, վստահությունը, թեկուզ եթե իմ կյանքիս օրերը գարջ են, թեկուզ եթե իմ կյանքիս օրերը համրված են, հոգ չէ թե քանի տարիներ է որ պիտի ապրիմ կամ ապրեցա, բայց ինչպիսի պատրաստություն ունիմ ես այս քանի տարիներու ընթացքին, 50 տարի, 60 տարի, ինչպիսի պատրաստություն ունիմ թիմավորելու հավիտենականը, ինչպիսի պատրաստություն ունիմ թիմավորելու հավիտենականությունը, Որը մին այդ հոգին է, որ պիտի ժառանգե գամ հավիտենական կյանքը, գամ պիտի ժառանգե հավիտենական դանչանքը։
Եվ ադորամար է, որ կխնդրեք գսես մեզ մի լքեր։ Գիտեք, որ մեր անօրենությունները եւ հանցանքները լույսի կբերես։ Քեզ համար կամը չկա ցածուկ, ամեն ինչը ստակ է քեզ համար։ Եվ ադընթարք մնե, քեզ համար այսպես ադընթարք մնե։ Իսկ մեր կյանքերն է խոդի, այսօր կան քիչ մի հետո չկան դարձեն։ Հագարակ այս բոլորով սակայն ողորմության պտայի մեզ մի լքեր։ Ցույց տու մեզի սորվեցու, որտեղ չեն գիտեր ինչպես պիտի ապրի։ Ինչպես որ երեխան երբ որ գծնի չի գիտի։ Ձնոն է որ հանցը գալիս սորվեցնի։ Թկալ վատարակալ բռնել, քալել։ Արթնալ, բարդիլ, կնանալ, ուդել, խմել, հատվի, չի գիտե, պիտի սորվի։ Նույնպես ալ մենք ինչ գիտենք։ Պողոս Արաքյալն է դադամի մենք բամը չենք գիտե, ինչ գիտենք։ Քանի մը հատվածներ այստեղ են, քանի մը հատվածներ այնտեղ են, քանի մը մեջբերումներով, քանի մը սամոսներով չի նշանակել գիտենք, խորքի մեջ լսել Պողոս Արաքյալ, մենք հիմա բամը չենք։ Եվ անորամար է որ մնային կխնդրենք Աստծուն սորվեցուր, մեզ թուն աստիարակե, մեզ թուն առաջնորդ է, եւ մանավանդ մեր գործերը առաջնորդ է, եւ մեր գործերը հաջող է։ Նախ դու գործերը ցույց տուր մեզի, որ գործերու մասին է փրկության։ Որ Աստված փրկության ծրագիրը պատրաստեց եւ այդ փրկության ծրագիրը գործ տրա, փորձնապես ցույց տրա։ Այդ գործերը ցույց տուր։ Եվ այդ գործերը ցույց կդար Կողոթայի վրա, որ Աստված ինչ էր մարդուն համար, այդ մեղավոր մարդուն համար ինչ էր, իր միածինը լգեց, որպեսզի Կողոթայի վրա խաչվի, մեղքերու կավության, թողության համար, եւ այդ գործերու ջամբոն նաեւ ինչը ցույց տուր տալի սերունդներուդ ու փառքդ Քրիստոս ինչ պիտի սերալի կողմը Դագավին մարդու որդին չէ փառավորված Բիդիկա ժամանակը հայր հարավոր է որդիդ այն փառքով որ ուներ հավիտենականության մեջ որ կնշանակե այս դողերը ցույց տուր գործերդ եւ քալիք սերունդենուն ցույց տուր փառքդ այդ խաչելությունը որ մեր աչքերով դիտած տարաբանկի դեղության չարչարանքի պատկերն է բայց Աստծո ծրագրի մեջ Քրիստոսի փառքն է եւ այդ փառքը նաեւ պիտի դա մասի բաժին այդ փառքին մասնագից դառնալու նաեւ մեղավոր մարդը երբ կսրբվի գմակրվի այդ մեղքերը եւ այդ անօրենությունները իսկ մնացած այս օրերում մեր կյանքի այս օրերում Թուն առաջնորդ է մեր գործերը եւ թուն հաջող է։ Գնիշայ ինչ որալ մենք պիտի անենք հիմա։ Դու մեզի դվիր, ցույց տվիր գործերդ, ցույց տվիր փառքդ, բայց հիմա որ մեր բաժինն է, մեր գործերը թուն առաջնորդ է այնպես մը, որ քեզի համար ընդունելի ըլլան։ Եվ գիտեք ինչ քերեցիկ պատկեր մը գծած են մեզ եկեղեցական հայրերը, երբ որ փաստադրած են այս տողերը։ Եվ անոր մեջ տեսած են հետևյալը։ Երբ որ այսօր մենք որպես ծնողներ մեր երեխաները գուքան մեզ շնորհավորելու այս կամ այն դոնի արիթով։ Եվ մեզի կբերեն նվեր մը։ Բայց իրենք կբերեն նվեր մը այնքան որքան իրենց կարողությունն է, այնքան որքան իրենց բյուջեն է, այնքան որքան իրենք այդպես կհասկանային։ Բայց ծնողները այդ նվերը իբր ինչպիսին կընդունին ուրախությամբ, լայն սրտով, որտեղ այդ նվերի մեջ ոչ թե կտեսնեն որակը, արժեքը, այլ այդ նվերի մեջ կտեսնեն տրամադրությունը այդ զավգին, այդ երեխային, որ մտածած է իր ծնողի մասին։ Որ կնշանակե, եկեղեցական այրեր այս դողի մեջ տեսած են, մեր ալ գործերը որ հավատքի գործերն են եթե, ինչ ընելու ենք, որ քեզի համար ընդունելի լան, ինչ կարողություններ ունենք, որ մեր գոմե այդ գործերը, այդ նվերը այլ խոսքով, փոխաթարց, քեզի ինչ տանք, որ քեզի համար կարծեք ծերով փոխացուցիչ լա, նույն այդ նվերը, որ դրվեցած ծնողին, եւ ադոր համար է, որ Աստված այդ բոլորի մեջ ինչն է, որ կտեսնենք, ինչպես որ տեսավ ափելի նվերի մեջ, ինչպես որ տեսար ափելի ընծային եւ զոհի մեջ, անորավարալ գայենի նսավ, եթե թունալ ափելի նման այդ ընծատ ընծայեիր, հույալ ընծատ ընդունելի միդիրլար,
որ կնշա Աստված ինչին է որ գնայի, ոչ թե ընձային մեծության, ոչ թե ընձային հարուստը լանուն, չգիտեմ արժեքավոր լանուն, այլ գնայի դրամատրության, ինչպիսի դրամատրությամբ է, որ այդ ընձան գնձայեմ ես Աստծո, ինչպիսի դրամատրությամբ է, որ այդ փորձը գնեմ ես Աստծո, անոր համար կխնդրեի գսե, թուն մեր փորձերը առաջնորդ է, եւ այդ փորձերը նաեւ թուն հաջող է, որովհետեւ նաեւ քեզի այդ ընդուներին ըլլա, եւ անոր համար գսե, Աստված ինչպիսի բادرات է որ Ադուրաման Պողոս Արաքյալը գսե, ծեր անձերը Աստծո զոհասեղանին թրեք, որ ոչ թե կնշանակի դուք անձերը զոհեցեք, այլ ինչ որ պիտի ընձայեք Աստծո, Աստված ոչ նոխազ, ոչ չգիտեմ ինչ, ոչ այսինչ, ոչ ադինչ կուզե, Աստված գսե Պողոս Արաքյալ, ծեր սրտերը կուզե, սիրող սրտերը, փոխաթարտ սիրող սրտերը, Եթե չունիմ դակավին այդ սիրող սիրտը, դակավին եթե կարծրացած է այդ սիրտս, քարացած է այդ սիրտս, շարագանակիր հայրաբեդը գսե, սիրովըդ ջմբլեր, փշրե այդ կարացած սիրտս, որպես ես կարենամ նաև փոխատարտ սիրել քեզ, ինչպես որ Արաքյալը գսե, սիրենք Աստված, այնպես ինչպես ինք մեզ սիրեց։ Եվ հետևաբար իբրև եզրակացություն, այսօրվան Սամուս Լուկա հիշեցնելու, ով եմ ես, ժամանակավոր Այսօր կամ քիչ հետո կգնանք չլավ։ Քացած ջամբուց վրա վերջ կգտնենք կյանքս, բայց կարևորը սակայն որթանով կպատրաստվի։ Այս համրված օրերս անել այնպես մը, որ Աստծո հաճելի, Աստծո ընդունելի եւ Աստծո ներկայության վայել ունենալու այդ հավիտենական կյանքի շարունակության արժանանալու համար։ Եվ ադոնամարալ գսյալակյալը աղոթեցեք նաև գսե ինձի համար Արաքյալը, որպես գսե ես հասնիմ այնինչ բանի համար, որ ես ձեզ կգործեմ։ Հետևաբար մեր աղոթքը կլա այնպես, որ Աստված ինք թող առաջնորդի մեր քայլերը, Աստված ինք առաջնորդի մեր գործերը, ոչ թե սովորական գործերը, այլ հավատքի հետ կապված, հոգի հետ բխած այն գործերը, որ կպատրաստեն մեզ այդ հավիտենական կյանքի ժառանգության։ Աղոթքով պահին։ Ով ետնավորայր, թույն ցույց տվիր քու գործերդ, այն գործերը, որոնք բրգության հետ կապված մեղավոր մարդու, մեղքի անօրենության, թողության և կավության հետ կապված կողքոտայի լերա վրա։ Աշխարհը դրգելով քու միածին որդիդ, մեր Տեր ու Տեր Հիսուս Քրիստոսը, որոնք խաչելությամբ թույն ցույց տվիր այդ գործերդ, իսկ անոր հարությամբ նաև թույն ցույց տվիր այդ փառքդ։ Գաղութենք և կխնդրենք, որ քու շնորհները տամբագասը մեզ օրը օրին լեցնես Սուրբ Հոգի շնորհներով, մեր հավատքի գործերը տուն առաջնորդես, մեր հավատքի գործերը տուն հաջողես, քեզի ընդունելի պատարագ ընձառ նվեր ըլլալու համար։ Եվ մեզ արժանի ենես հավիտենական կյանքի ժառանգության։ Անորամարալ կխնդրենք, որ մեզ զորացնես, մեզ սպարազինես, որպեսզի բարի պատերազմը կարենանք պատերազմելու, կարենանք հավատքի իրավարտին հասցնելու, ընթացքը ավարտին հասցնելու, հավատքը պահելու և արժանի ըլլալու հավիտենական կյանքին, պարտավորությամբ կսարելու։ Առաջնորդե մեզ, բահե մեզ, ինչպես քո ապաստանդ ցույց տվիր, քո պահպանությունը ցույց տվիր սերունդ է սերունդ, որ դու ես հավիտենականը, իսկ մեր կյանքերը համրված, հաշվված, այդ բոլորով հանդերձական մենք կճանչնանք, կթավանինք, կընդունենք, եւ այստեղ քեզ գտիմենք, քո ողորմությունը կխնդրենք եւ կտությունից։ Բավական ամենայն Քրիստոս, աճ կողովանի լիցի վերամեր, իդևե եւ իքիշերի ինստիդան իգնալի ջանադար։ Ինոնչել եւ իհարդեն զինի երբեք սասանեցայց եւ ողորմյա ու արարածոց եւ մեզ բազմամեղացս։ Ամեն։